Ավետարանում մեր Տերն ասում է, մարդու լեզուն սրտի ավելցուկից է խոսում։ Իսկ սրտի ավելցուկը որտեղից է գոյանում։ Մտքի ազդեցությունից, որտեղ մարդու միտքը սնում է սիրտը։ Սերմը մտքի մեջ է, հողը սրտի մեջ։ Սիրտը սնվում է մտքից ու սկսում է ավելցուկ գոյացնել։ Նայեք, թե մարդը իր միտքը ինչով է սնում եւ սիրտը ինչով է զբաղեցնում։ Հա։ Դու տեսել եք մարդու միտքը, եթե դատարկ բաներով է լցված, հա, ուղեղը բարի բաների մասին չի մտածում կամ օգտակար բաների մասին չի մտածում, մտածում է միայն աշխարհային բաների մասին, չգիտեմ, անարժեք բաների մասին է մտածում մարդու միտքը։ Եթե դու անընդհատ միտքդ լցնում ես անարժեք բաներով, ունայն դատան սին աշխարհային բաներով, սիրտդ էլ է լցվում։ Հասկանում ես, եւ խեղդվում է սիրտից, լցվում է։ Վերջը մարդը ճանաչում է իր խոսքերից, չէ։ Նայվածքից, քայլվածքից։ Եվ եթե քո սիրտը լցվում է դատարկությամբ, լեզուդ էլ դատարկություն է արտահայտում։ Գործերդ էլ ունայն բաների մասին։ Ուրեմն շատ կարևոր է, որ մարդու միտքը մաքուր լինի, որտեղ մեր միտքը անընդհատ ճշմարտ տակ է, չարի ճշմարտ տակ է, միտքը օդ է, իսկ օդի շերտի իշխանը սատանան է, ինչպես ասում է Պողոս առաքյալը։ Մեր ճշումը մեր մտքի վրա շատ ուժեղ է, եւ մեր բնականաբար մտքից սիրտ անցնելն մի դուռ է, կամք է կոչվում։ Մտքից սիրտ անցնելը մի դուռ է, կամքի դռնով էլ մտնում է մեր սիրտ։ Այսինքն անընդհատ, երբ որ մեր մտքի մեջ խառնաշփոթ է, եւ մենք մեր միտքը չենք կարգավորում, չենք մաքրում, կամքի դուռն էլ մի օր կցանկանանք, չէ, ինչ որ մտածում ենք, նաեւ կուզենանք, չէ, անընդհատ չենք կարող դիմադրել, եթե հատկապես աղոթք չենք անում, հա։ Աղոթքով մենք դիմադրենք մեր մտքին, մեր կամքի դուռը ամուր պահենք, որ մեր սիրտը չլցվի աղտեղությամբ։ Եվ վերջում մի օր էլ խոսում ենք, ասում ենք, երբեմն մարդիկ լուռ են մնում, հա, բայց չգիտես իրենց սրտի մեջ ինչ է։ Մի օր էլ որ խոսում են, չասում ես, վայ, այդ քո սրտի մեջ։ Մարդիկ էլ կա, որ լուռ են մնում, բայց չես էլ իմանում, իրենց սրտի մեջ գանձեր կա։ Մի օր խոսում ես, տեսում ես, ինչ սրտի ավելցուկներ ինքը։ Բայց մարդիկ էլ կա, որ անընդհատ խոսում են, բայց սրտի ավելցուկ դատարկությունը, հա։ Ծածուկ չի, գաղտնի չի, հայտնի է ամեն ինչ մարդու սրտի ավելցուկի մեջ։ Ամեն դեպքում սրտի ավելցուկն է կարևոր, թե ինչ է քո սրտի մեջ կուտակվում, ինչ է լցվում, տեսել եք, երբ որ կաթը եռացնում են, վրան սեր է նստում։ Եվ կաթի սերը ամենահյուղալին է, չէ։ Այդպես էլ մարդու սիրտը, երբ որ եռում է իր մեջ, Քրիստոսի սիրով այրվում է, սրտի վրա սեր է նստում։ Սեր հենց սերն է, Քրիստոսի սերն է։ Եվ այդ սերը վերցնում ես ու սրտի ավելցուկն է դառնում, բերանով խոսում ես։ Սուրբ Հովան ոսկե բերան անունը դրեցին ոսկե բերան։ Ինչու անունը դրեցին ոսկե բերան։ Մի կին ինչ այլոց քարոզի ժամանակ խոսում էր Հովանեսը, ասաց, այս ինչ ոսկի բերան ունես դու։ Ոսկի սիրտ ուներ, դրա համար ոսկի բերան ուներ։ Սեր ուներ, դրա համար սեր էր տալիս մարդկանց։ Սրտի ավելցուկից էր խոսում, իսկ սրտի մեջ ոսկի էր, դրա համար ոսկի բերան դարձավ։ Ուրեմն շատ կարևոր է, թե մեր սրտի ավելցուկն ինչ է, մենք ինչ ենք մեր սրտի մեջ սնում, աճեցնում, ժահր, թույն, թե անուշահոտություն, թե ոսկի, թե սեր, կաթի սերը քսես ու տես։ Ուրեմն մենք լավ պիտի հիշենք, որ մարդու բերանը սրտի ավելցուկից է խոսում, եւ որքան մաքուր պահենք մեր սիրտը, որքան բարիքներով լցնենք, այնքան մեր խոսքերն էլ օժտված կլինեն։ Բայց սա էլ պետք է իմանանք, որ սրտի միջի գանձերն էլ, եթե չեն վերալիցքավորվում, չեն լցվում, անհատնում չեն։
երբ որ մենք խոսում ենք, պետք է չափավոր խոսենք, որտեղ մեր գանձերն էլ պետք է վերալիցքավորվեն։ Այդ սիրտը մեր պետք է լցվի Աստծո շնորհով, որպեսզի մեր խոսքերն էլ միշտ շնորհով օժտված լինեն։ Երբեմն մենք չենք վերալիցքավորում, բայց ուզում ենք անընդհատ խոսել, բայց տեսնում ենք, որ դատարկ է։ Մեր սրտի ավելցուկը ունայնությունը ստացվում է ոչ թե Աստծո շնորհով խոսք, այլ շահակրատություն։ Այսինքն, իբր թե ուզում ենք Աստծո ոսին խոսել, բայց Աստված մեր սրտի մեջ չկա։ Ինչպես Պողոս առաքյալը Կորինթացիներին ասում է, երբ որ ես մյուս անգամ գամ, ճարտար խոսքեր չեմ ասելու, ինչպես դուք ճարտար խոսքեր եք ասում, հռետորաբանում եք, բայց Աստծո շնորհը ձեր մեջ չկա, այլ Սուրբ Հոգու համոզիչ զորություն պետք է գամ։ Սուրբ Հոգու համոզիչ զորությունը մարդու մեջ երբ որ լինում է, իր խոսքն էլ օժտված Սուրբ Հոգու համոզիչ զորությամբ։ Սիրտը երլծված է սիրով, ուրեմն սերն էլ շրթունքներից է դուրս գալիս եւ բաշխվում է մարդկանց։ Ուրեմն մենք պետք է անընդհատ լիցքավորվենք, լցվենք Աստծո շնորհով, որպես այդ շնորհը մեր շրթունքներից դուրս գա։ Եթե մեր սիրտը դատարկ է, ինչի մասին պետք է խոսենք։ Ուրեմն զգույշ լինենք թե սրտին, եւ թե լեզվին, եւ թե մտքին։